Գրեթե 8 տարի տևած բանակցությունները տվեցին իրենց արդյունքը։ Մարտի 16-ից Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների, թեփուկավոր ձկների եւ դրանց արտադրանքի, խավիարի եւ ձկնկիթի արտահանումը Եվրոպական միության երկրներ։ Հայ ձկնաբույծների ու Եվրամիության միջև այսպես ասած միջնորդը սննդի անվտանգության տեսչական մարմինն է։ Իրանք տալիս են նախնական թույլտվության հայտը իրենց գրանցումից հետո թրեսից համակարգում, իրանք տալիս են ինչ չափորոշիչներով, տվյալ արտանումը պետք է հետազոտվի եւ գրանցում ենք համապատասխան թույլտվությունը տալիս ենք համակարգում, արտանումը իրականացվում է։ Հայաստանի Հանրապետությունում հիմնականում արդյունագործական ճանապարհով բուծվում են թառափազգի, իշխանազգի եւ կարփազգի ձկնատեսակներ։ Հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական ու բնակլիմայական պայմանները, ինչպես նաեւ ձկնաբույծների հարուստ փորձը, հայկական ձկնամթերքն աչքի է ընկնում իր բարձր որակական հատկանիշներով։ Չնայած Հայաստանը դեպի ծով ելք չունի, այդուհանդերձ ձկնաբուծության ոլորտը բավականին զարգացած է։ Բացի ձկան արտադրությունից, նաև հանրապետությունում զարգանում է ձկան եւ ձկնամթերքի արտադրությունը, այդ թվում խավիարի, կարմիր խավիարի, սև խավիարի, ինչպես նաև ձկան այլ վերամշակված պրոդուկտների ուղղությունները եւ կուզենայի նշել, որ նաև նախարարությունը որոշակի աշխատանքներ է իրականացրել եւ հանրապետություն են ժամանել միջազգային փորձագետներ եւ շատ գոհունակությամբ որակի ձկան եւ ձկնամթերքի որակի առումով շատ գոհունակություն են հայտնել։ 2024 թվականին մեր երկրում արտադրվել է 27000 տոննա ձուկ եւ ձկնամթերք, 2023-ի համեմատ այս թիվը աճել է 4-ից 5%-ով։ Արտադրության համար պատասխանատու գերատեսչություններն ակնկալում են, որ առաջիկայում այս թիվը կավելանա, նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արտահանման ծավալների մեծացմանը։ Վերամշակող արտադրամասերը մեզ մոտ 90% եւ ավել հագեցած են եվրոպական արտադրության տեխնոլոգիաներով, այսինքն ձկնաբույսներն էլ ժամանակին գիտակցել են, որ քայլեր պետք է կատարվի նաեւ այլ շուկաներ, այսպես ասած, նվաճելու հետ կապված եւ սեփական ուժերով, միջոցներով, այդ թվում նաեւ պետական աջակցության ծրագրերով, երբ որ վերակառուցել, վերազինել են իրենց արտադրամասերը, փորձել են հենց այնպես կառուցել, որպեսզի մոտ լինի կամ չզիջի եվրոպական չափանիշներին։ Այս կարևոր իրադարձությունը նշանակալի քայլ է Հայաստանի տնտեսական բազմազանեցման ուղղությամբ, որը նոր հնարավորություններ կստեղծի աճի եւ համաշխարհային համագործակցության համար։